Բարև ձեզ հայրենակիցներ, հարգանքների սավաստիկը, խորապես գիտակցելով Հայաստանի առջև ծառայած խնդիրների, այդ թվում հայ առաքելական եկեղեցում առնչվող խնդիրների առանձնահերթությունը, այնուամենայնիվ առաջի պլան է մղվում նաև մեկ այլ կենսական նշանակություն ունեցող խնդիրներ, ինչպիսիք են ազգաբնակության առողջապահական խնդիրները եւ ամենից առաջ ապահովագրությունը, որը հանրապետությունում ամենօրյա քննարկման առարկա է։ Հասկանալի պատճառներով առավել կարևորություն ունեցող խնդիրների կողքին առողջապահությանը վերաբերյալ ցանկացած մեկնաբանություն չունի ցայտուն արտահայտված հետաքրքրություն, այնուհանդերձ կարծում եմ քննարկելը անչափ կարևոր է։ Ես լինելով բժշկագիտական ամերիկյան ոլորտի ներկայացուցիչ, երկար տարիներ ղեկավարելով ամերիկյան բժշկական գիտական կենտրոնը, համակարգելով առողջապահական ակրեդիտացիա ծրագրեր եւ որպես հայազգի պարտավոր եմ անել մեկնաբանություններ կապված հայաստանյան քաղաքական իրադարձությունների վերաբերյալ ընդհանրապես եւ առողջապահության գործընթացի վերաբերյալ մասնավորապես։ Իմ այս մեկնաբանությունը վերաբերվում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագծին եւ այն կառուցված է այն տրամաբանությամբ, որպեսզի վերհանվի օրինագծի խնամքով թաքնված կողմերը, ինչպես նաև հեղինակների ոչ արհեստավարժ լինելը։ Ըստ այդ նախագծի օրենքը պետք է ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարից, որը կարծեմ արդարացված չէ բազմաթիվ թերությունների պատճառով եւ առաջին հերթին օրինագծի անվան եւ նրանում խմբագրված բովանդակության անհամապատասխանության պատճառով։ Օրինագիծը տարբեր պարբերականներում ունեցել է տարբեր անվանումներ։ Մի դեպքում այն կոչվում է առողջության համապարփակ ապահովագրություն, մեկ այլ դեպքում առողջության համընդհանուր ապահովագրություն։ Համընդհանուր ապահովագրություն նշանակում է ապահովագրություն կամ ապահովագրության տեսակ, որի ծառայություններից կարող է օգտվել ամբողջ ազգաբնակչությունը։ Իսկ համապարփակ ապահովագրություն, որը հայերենում կոչվում է նաև բազմակողմանի կամ սպառիչ, բնութագրում է ոչ թե օգտվող մարդկանց շրջանակները, այլ բժշկական գործառույթը կամ բուժման ծառայությունները։ Կարծում եմ կարողացա ներկայացնել նույն օրենքի, սակայն երկու անվանումների տարբերությունները։ Ներկայումս քննարկման է դրված համընդհանուր ապահովագրություն անվամբ տարբերակը, որի դեպքում իշխանություններին ավելի դյուրին կլինի խնդիրներին առերեսվել օգտվողների ցանկի հարթակում, քան բուժական ծառայությունների ծածկման հարթակում։ Իդեպ օրինագծի հեղինակները նրբորեն շրջանցել են բժշկական գործողությունների ծառայությունների ցանկը, որը ապահովագրության հիմնական նպատակն է, բանավոր հայտարարելով, որ ներառված են ամենապահանջված ծառայությունները։ Օրինագծում բերված է անվճար բժշկական ծառայությունից օգտվողների խմբերը, որոնք մինչև 18 տարեկան եւ 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներ են, ինչպես նաև 18-ից մինչև 65 տարեկան հաշմանդամության կարգ կամ սոցիալական ապահովություն ունեցող քաղաքացիներ են։ Այնուհետև նշում է, որ ապահովագրությանը պարտադիր վճարումները պետք է կատարեն սկսած 26 թվականից ամսական 200,000 դրամից ավելի եկամուտ ունեցողները ամսական վճարելով 10,800 դրամ, հաջորդ տարիներին որոշակի գումարային ավելացմամբ, որոնց 2027 թվականին կմիանան նաև այն մարդիկ, ովքեր ամսական ստանում են մինչև 2,000 դրամ եկամուտ, որոնք կարծում են վիճակագրությունը ցույց է տվել, որ նրանք ամբողջ աշխատող քաղաքացիների ընդհանուր թվի 40%-ն են կազմում։ Եվ եթե անձը աշխատում է, ապա գանձումը կատարվելու աշխատավարձից, եթե ոչ, ապա վճարումների պատասխանատվությունը ամբողջովին ընկնում է յուրաքանչյուր անձի վրա։ Եվ անկախ
մուծումներ կատարելու հնարավորությունից չվճարողները կհայտնվեն հարկադիր ծառայությունների թիրախում պարտադրելով կատարել վճարումներ։ Նույնիսկ բժշկական գործողությունների ծառայությունների ցանկի բացակայության պայմաններում այնուհանդերձ դրանք պարտադիր վճարումներ են, ինչպես ասենք անզավակության բռնագանձումները։ Այնուհետև հայտարարվել է, որ թեկուզ պարտադիր վճարումների այդպիսի պայմաններում այնուհանդերձ ապահովագրությունը առողջապահական կարիքների համար 26 թվականին միայն կփոխանցի ծառայությունների 30%-ը եւ ոչ ավելի։ Ծանոթանալով օրինագծին պատկերը փոխվում է եւ օրինագծի լավագույն անվանումը կարող է լինել առողջապահության պարտադիր եւ ոչ թե համընդհանուր ապահովություն եզրույթը, որտեղ ներկայիս օրինագծում ավելի է կարևորվում պարտադիր վճարումները, քան բժշկական ծառայությունների ծառայությունները, թերևս օրենքի հեղինակները պնդում են, թե ներառել են ամենապահանջված ծառայությունները։ Այսպիսով պատկերավոր օրենքը ծովում հայտնված սառցաբեկորի տեսքով տեսանելի մասն է, իսկ ջրում սուզված մասի վերաբերյալ տեղեկությունները քչերին են հայտնի, եւ ջրի տակ գտնվող հայաստանյան առողջապահական ապահովագրության մասնագիտական մասը, որտեղ էլ թաղված է, ինչպես ասում են, շանգլուխը, պարարտ հող է կոռուպցիոն մեխանիզմների պաշտոնական անձանց կողմից ըստ իրենց հայցողության գումարները տնօրինելու, տիրապետելու եւ վերջին հաշվով ժողովրդի կողմից ստացված գումարները ոչ նպատակային օգտագործման համար։ Հիմա կատարենք շրջայց առողջապահության համաշխարհային կազմակերպություն, որի ուղենիշները պարտադիր են բոլոր անդամ երկրներին, այդ թվում Հայաստանի Հանրապետությանը։ Այդ կազմակերպությունը իր 10-րդ խմբագրմամբ հրապարակել է բժշկական հաշվառման համապարփակ հավաքածու, որ հիվանդությունների դասակարգման եւ հիվանդներին մատուցվող բուժական միջազգայինորեն ընդունված թվագրումների մի բառարան է, որը թարմացվում է ամեն տարի։ Այն ոչ միայն պարտադիր է բոլոր երկրներին, այլև հնարավոր չէ շրջանցել, որովհետև նրանում զետեղված են գոյություն ունեցող բոլոր հիվանդությունները եւ ցանկացած հիվանդության բուժման համար ծառայությունների ցանկը։ Անգլերենում այն կոչվում է ICD եւ CPT կոդերի բառարան։ Աշխարհում հանդիպող ցանկացած հիվանդություն գրանցված է այդ բժշկական հաշվառման համապարփակ հավաքածուի մեջ թվային տեսքով եւ այն սկսվում է 3 նիշային կոդով, ունենալով մինչև 7 նշանոց ենթակոդեր, եւ այդ թվերի առաջին 3 նշերը ցույց են տալիս հիվանդության տեսակը, ապա շարունակվող թվերը ցույց են տալիս այդ հիվանդության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ, ինչպիսիք են պատճառը, տեղակայումը, հիվանդության փուլը եւ այլն։ Եվ այդ յուրաքանչյուր կոնկրետ տեսակի համար նախատեսված են կոնկրետ բուժական ծառայություն։ Օրինակ, քրոնիկ երիկամային հիվանդությունը նախանշված է որպես N18 կոդը, որը իր հերթին ունի այդ հիվանդության էտապները, որոնք նույնպես արտահայտված են թվային տեսքով N18.1, N18.2, դրանք ենթատեսակներ են, եւ այդ յուրաքանչյուր տարատեսակին համապատասխանում է կոնկրետ բուժման ծառայություն։ Գոյություն ունեն մասնագիտական կոմպյուտերային ծրագրեր, որոնք օպերատորը ակտիվացնելով հիվանդության կոդը էկրան է բերում համապատասխան հիվանդությանը բուժման ընթացակարգ եւ գումարները։ Խոսքս հասկանալի լինելու համար թող լինի վերին շնչառական ուղիների բորբոքում։ Այդ դեպքում ծառայությունների կամ բուժման կոդերը կարող են լինել արյան բիոքիմիական անալիզները,
Ռենտգենյան հետազոտություններ, հակաբորբոքիչների օգտագործումը եւ ոչ ոտքերի մասաժներ կամ ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ կամ ռևմատոլոգիական բուժման մեթոդներ կարծում եմ կարողացա մտքերը ձեզ հասցնել։ Այլ կերպ, բուժ անձնակազմը չի կարող պահանջել վճարումներ, որոնք դուրս են տվյալ հիվանդության բուժման համար նախատեսված գործողություններից։ Առողջապահորեն զարգացած երկրներում բուժ անձնակազմին վճարումները չեն անում, եթե որևէ հիվանդի բուժման համար բուժ անձնակազմը դիմում է ապահովագրող կառույցին 3 թվային արժեքով։ Այդ կերպ չնշելով լրացուցիչ տեղեկությունները, դրանք կարևոր են բժշկական հաշվառման եւ փոխհատուցման նպատակով։ Սակայն ամենագլխավորը այն է, որ ժողովրդից հավաքագրված գումարները չեն փոշի անում եւ գումարները հնարավոր է օգտագործել ընդգրկելով արդեն լայն շրջանակներ եւ ավելի թանկ արժեցող բուժօգնություն կամ դեղամիջոցներ։ Հայաստանում չի գործում որևէ համընդհանուր միջազգայինորեն ընդունված մեխանիզմ, հետեւաբար մեծ է կոռուպցիոն ռիսկերը։ Հայաստանում չկա հաստատված բժշկական կլինիկական ուղեցույցներ, ինչպես նաև ախտորոշման եւ բուժման միօրինակության ցանկ։ Հայաստանում չկա բժշկական գործողությունների ծառայությունների համար փոխհատուցվող արժեքային ուղեցույցներ։ Բժշկական ծառայություններին համար նախատեսված գումարները տրամադրում են բուժկենտրոնին ըստ նախասիրության։ Այդ դեպքում ամենուրեք կարելի է հանդիպել կոռուպցիոն ռիսկերին։ Հայրենակից կարծում եմ արդեն որոշ տեղեկությամբ զինված եք եւ Հանրապետության առողջապահության նախարարի հայտարարությանը, որ այժմ չունեն բուժման ծառայությունների ցուցակ, ավելի քան ծիծաղելի է այն դեպքում, երբ այդ օրինագծի վրա աշխատել են շուրջ 3 տարի։ Հիմա հակադարձում եմ սիրողական մակարդակով առողջապահական մասնագետներին եւ նրանց հովանավորող պաշտոնյաներին։ Դուք ոչ միայն արսավարժ չեք, այլև քրեական հանցագործներ եք, այն պարզ պատճառով, որ պարտադիր վճարումներ եք իրականացնում այն դեպքում, երբ ծառայությունները ծածկում են միայն 30%-ով, դրանով մտնելով շարքային քաղաքացու գրպանը։ Չունեք առողջապահության ծառայությունների ծածկման պահպանման հստակ ուղենիշ, սակայն ունեք պարտադիր գումարների հավաքագրում եւ փոխշահավետ պայմաններով բուժկենտրոններին գումարների տրամադրում, ինչպես նաեւ բանկերի եւ ապահովագրական ընկերությունների հետ փոխշահավետ ընկերակցություն։ Վերջ-ի-վերջո բուժումը միայն ծառայությունների գումար տրամադրելը չի, այլև անհրաժեշտ է արմատական վերափոխում բուժ անձնակազմերի պատրաստման եւ վերապատրաստման աշխատանքներում, որը հետագայում քննարկման առարկա կլինի։ Իմ խորհուրդը հայաստանյան առողջապահության ապահովագրության վերաբերյալ կառավարության կողմից առողջապահության ապահովագրության օրինագծի ընդունումը այն խմբագրմամբ, որ պետք է իրականացվի 26 թվականին, չի կարող ծառայել իր իսկ նպատակներին, որտեղ որոշումները առարկայական չեն։ Հաշվի չի առնված բնակչության վճարունակությունը, բուժման ընթացքի երկարատևությունը, գումարների գանձման մեթոդականությունը, աշխատանք չունեցող շերտի առկայությունը։ Չկա առողջապահական ապահովագրական վճարման տոկոսայնության սանդղակ, այլ խոսքով չկա եկամուտներից ըստ տոկոսայնության գանձելու մեխանիզմ։ Այսպիսի պայմաններում հավասարաչափ գանձումը եւ բարձր եկամուտ ունեցող եւ նվազ եկամուտ ունեցողներից բացարձակապես ընդունելի չէ։ Հաստատված բժշկական կլինիկական ուղեցույցների եւ ախտորոշման միօրինականության ցանկի եւ կիրառության բացակայության մասին ինքնին խոսում է խաբեության մասին եւ վերահսկող մեխանիզմ է անհրաժեշտ եւ պետք է հիմնադրել, որպեսզի առողջապահության գործընթացը լինի սահուն եւ երկարատև։ Ես Վարդան Կարագոզյան եմ, շնորհակալություն։